ինձ համար մի քիչ դժվար է մեր հարգարժան Ռաֆայել եղբորից հետո կիսվելը, խոսելը, բայց մենք շարունակենք, մենք բոլորս այսօր հավաքվել ենք մեր օրհնյալ Տիրոջ անունով եւ փորձենք մի փոքրիկ գումարելի ավելացնել, ավելի մոտենալու նրան եւ ուզում եմ մի քիչ կիսվենք անհայտ մի գրողի արձանագրությունների մասին։ Ես ուզում եմ մի մեջբերում անել Եբրայեցիս թղթից, մինչև հիմա աստվածաբանները փորձում են ապացուցել, թե ով է գրել, բայց միևնույնն է դա չի հաջողվում։ Կարծում եմ երկնածին մի պատգամ է։ Կարծում եմ այդ հեղինակը հենց Աստծուց ներշնչված մեկն է, որ անգամ իր անունը չի գրել, բայց ինչքան անգին գանձեր կան, մարգարիտներ կան թաքնված այդ գրքի մեջ։ Եվ վերնագիրը հենց հուշում է, որ խոսքը եբրայեցիներին է ուղված, այսինքն հրեա հասարակությանն է ուղված, բայց այնքան խորը, այնքան արժեքավոր գանձեր կան արձանագրված այդ գրքի մեջ, որ հայրերը, եկեղեցու հայրերը Աստծու կանխագիտակցությամբ եւ օգնությամբ մտցրել են դա կանոնի մեջ, Աստվածաշունչ մատյանի մեջ եւ այդ հոյակերտ ժառանգությունը հասել է մինչև մեր օրերը եւ գրված է մեր Սուրբ գրքի մեջ։ Իդեպ ասեմ, որ շատ ֆենոմենալ գիրք է եբրայեցիներին ուղված գիրքը։ Նա հենց սկզբից ամեն մի գլխի մեջ, ամեն մի հատվածի մեջ Քրիստոսին նկարագրում է նորովի, անվանելով նրան հավիտենական քահանայապետ, անվանելով նրան Աստծո որդի, անվանելով նրան նոր ուխտի հիմնադիր, անվանելով նրան բարեխոս եւ ճանապարհ, որ հարթում է դեպի հայրը։ Եվ ես ուզում եմ մեջբերում անել Եբրայեցիս 10-րդ գլուխ 19-20-21 խոսքերից։ Արդ եղբայրներ, քանի որ համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ, որ մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարագույրի միջովը, որ իր մարմինն է։ Եվ մի մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, նրան մոտենանք ճշմարիտ սրտով, լիակատար հավատքով, մեր սրտերը չար խղճմտանքից մաքրած ու մեր մարմինները մաքուր ջրով լվացված։ Դուք հավանաբար շատ պատգամներ, խոսքեր, մեկնություններ լսած կլինեք, հետաքրքրված կլինեք, բայց մենք էլ ուրիշ ումից պետք է խոսանք, եթե ոչ մեր սիրելի Տիրոջից, մեր օրհնյալ Փրկչից, Հորից, եւ սա կարծում եմ, որ ձեզ համար մի փոքրիկ հավելյալ գումարելին կլինի, գիտություն կլինի, թերևս որոշների համար ավելացնելու այն պաշարին, որ մինչև այսօր ստացել եք եւ ունեք։ Փորձեմ մի փոքրիկ մտային երևակայական էքսկուրսիա կատարել ձեզ հետ միասին դեպի հին աշխարհ միջագետք, դեպի Երուսաղեմ, դեպի տաճար։ Առաջին տաճարը դուք գիտեք, որ կառուցվեց Սողոմոնի միջոցով, Աստված հրահանգեց, որպեսզի Սողոմոնը դա այդ շինարարությունը կատարի, եւ երկրորդ տաճարը Քրիստոսից առաջ 20 թվականին վերանորոգվեց, ավելի հսկա, իր մասշտաբները ավելի մեծացվեց, որովհետև Հերովդես ավագը մի մտավախություն ուներ, ինքը կարծում էր, որ հրեաների սիրտը կգնա դեպի այլ մշակույթ։ Ինքը իհարկե հոգևորական չէր, բայց չգիտեմ, դա հայրենասիրություն էր, թե ինչ էր, ժողովրդին չկորցնելու համար փորձեց ավելի վեհաշունչ մի կառույց կառուցել, ավելի մեծ մասշտաբներով, այդ արտաքին գավիթը ավելի մեծացրեց, Պարիսպը մեծացրեց, կարծում եմ, որով այդքան էլ տարված չէր Աստված, որովհետև Տեր Հիսուսը իր երկրավոր ծառայության մեջ անընդհատ ասում էր, ինքը
տրված չէր, հենց մեծ ոգևորություն չուներ այդ տաճարի, այդ շենքի, այդ կառույցի նկատմամբ, անգամ նա սիմվոլիկ կերպով ասում էր, որ քանդեք այս տաճարը եւ ես 3 օրում կկառուցեմ, ինքը ավելի հոյակերտ, աննյութ, բայց ավելի հոգևոր արժեք ունեցող մի կառույցի մասին էր խոսում։ Եվ Ֆերովդեսը մեծացրեց Հովսեփ Փլավիոս անունով մի պատմիչ կար, որ նկարագրում էր, թե ինչ էր տեղի ունենում այդ առաջին դարում։ Մենք Աստվածաշնչից հասկանում ենք, որ երբ որ ելիցը տեղի ունեցավ, երբ որ հրեաները դուրս եկան Եգիպտոսից, գրված է, որ մոտավորապես 3 միլիոն մարդիկ էին դրանք։ Եվ գիտենք, որ դրանից հետո մոտավորապես 1400-1500 տարիներ էին անցել եւ այդ ժողովրդի քանակը բնական կերպով ավելի էր շատացել արդեն առաջին դարում։ Եվ այդ պատմիչը ասում է, որ միայն Զատկվա տոնին ըստ էության 3 տոն կար, որ հրեա արուները պարտադիր կերպով պետք է ներկա լինեին։ Դա Զատիկն էր, դա Պենտեկոստեն էր եւ դա տաղավարած տոնն էր, որ տարին 3 անգամ առնվազն պետք է տարբեր տեղերից, երկրներից իրանք ժամանեին, նրանք ովքեր իրենց համարում էին հոգեվորական, ովքեր նախանձավոր էին, պետք է ժամանեին եւ իրենց ներկայությունով հաստատեին իրենց հոգեվոր կարգավիճակը։ Եվ ասում է, որ միայն այդ օրը 256,000 գառեր սոհաբերվում, միայն այդ օրը, Զատկվա օրը, միայն Զատկվա օրը։ Այդ արտաքին Գավիթ ասվածը դա մի մեծ տարածք էր, որտեղ մինչև 400,000 մարդ կարող էր կանգնել։ Եվ այդ մարդիկ հոգևոր մարդիկ էին, իրենք ամենայն դեպս մտածում էին, որ այս անելով կարող են ինչ-որ կերպով մոտենալ Աստծուն։ Այդ արտաքին Գավիթում կարող էին ներկա լինել նաև հեթանոսները, որոշները ասում էին հեթանոսած Գավիթ, այսինքն հեթանոսությունից հուդայականություն ընդունած մարդիկ, ովքեր մերժել էին բազմաստվածությունը, կռապաշտությունը եւ ընդունել էին Եհովային որպես ճշմարիտ Աստված։ Ըստ մարդիկ ծպտյալ բաղձանք ունեին իրանց սրտի եւ կյանքի մեջ։ Իրանք մտածում էին, որ երանի թե մենք էլ հնարավորություն ունենայինք գոնե մի աստիճան ավելի մոտենայինք դեպի Աստծո բացարձակ ներկայությունը։ Երկրորդ վայրը, որտեղ կարող էին միայն մուտք գործել, դրանք հրեաներն էին, կրոնական դասի ներկայացուցիչներն էին, ովքեր մի ամբողջ կյանք նվիրել էին, որպեսզի հաճեցնեն իրենց ապրած կյանքով Տիրոջը։ Եվ դրանք էլ այդ ծպտյալ ցանկությունն ու փափագը ունեին հավանաբար իրենց կյանքի եւ սրտի մեջ, որ երանի թե մի քիչ կարողանայինք մենք մոտենանք այդ փառած լույսին, այդ Աստծո բացարձակ ներկայությանը։ Եվ նորից արգելափակված էր, նրանք ներքին Գավիթ չէին կարող մտնել։ Այնտեղ, որտեղ որ զոհաբերություն էր կատարվում, որտեղ պղնձե ավազանն էր, այդտեղ մուտքը խստիվ արգելված էր։ Միայն կարող էին այդտեղ ծառայություն անել ղևտացիները, քահանայական դաս ունեցող մարդիկ։ Ղևտացիները 48 բնակավայր ունեին Իսրայելի մեջ, իրանք ապրում էին 48 թաղամաս, քաղաք, գյուղ, կարելի ասել, եւ իրանք ունեին հերթապահություն։ Ամեն շաբաթ մեկ բնակավայրի բնակվող ղևտացիները գալիս էին, դրանք մոտավորապես մի քանի 100 հոգի էին։ Եվ այդ մեկ շաբաթվա էստաֆետան, այդ հաջորդականությունը իրանք էին ապահովում տաճարի ծառայության։ Այնտեղ կային պահակակետեր, 21 պահակակետ կար, կային հատուկ մարդիկ, ովքեր փայտ էին կոտրում, ովքեր փայտն էին մատակարարում, կային հատուկ ղևտացիներ, ովքեր այդ զոհաբերության արարողակարգն էին կատարում, եւ նրանք առավոտից իրիկու ահավոր տանջալից մի գործ էր։
տեմպը, որոշ մասը փառաբանության մեջ էր ներգրավված, երկրպագության մեջ եւ սարսափելի տառապանք եւ տանջանք էր այդ մեկ շաբաթը, բայց նրանք անում էին դա մեծ սիրով, որովհետեւ դա իրանց կանչվածությունն էր, իրանց միսիան էր, իրանց ունիկալ լինելն էր, որով տարբերվում էին մնացած ցեղերից։ Եվ նրանք էլ իրանց սրտի մեջ ունեին այդ բաղձանքը եւ փափագը, ասում էին Երանի կարողանայինք մի աստիճան էլ առաջ գնանք, որպեսզի այդ երկար սպասված, այդ առեղծվածներով լի այդ ներկայության մեջ հայտնվեինք։ Եվ միայն Ահարոնի սերունդից, մաքուր Ահարոնի սերնդից եկած քահանաները իրավունք ունեին այդ հաջորդ քայլին գնալու։ Դրանք արդեն շատ քիչ էին, ովքեր կարող էին այդ ծիսական արարողակարգը կատարել։ Եվ տարին մեկ փոխվում էր այդ մարդկանց անունը։ Եվ տարվա քահանայապետը միայն իրավունք ուներ, որպեսզի մեկ աստիճան եւս առաջ գնա, որտեղ գտնվում էր հացի սեղանը եւ աշտանակը։ Եվ այդ տարվա մեջ մեկ անգամ տեղի էր ունենում մի հետաքրքիր արարողակարգ։ Քահանան իր համար, իր ընտանիքի համար զոհաբերում էր մի զվարակ։ Իր մեղքերի համար, որպեսզի ընդունելություն, իրավունք ունենա հատել այդ ամենաբաղձալի սահմանագիծը, կարողանա հատել այդ վարագույրը։ Եվ ինչ էր անում ինքը, իր մեղքերի համար այդ զոհաբերությունից հետո վերցնում էին երկու նոխազ եւ վիճակ էր գծվում այդ նոխազների համար։ Մեկը արձակման նոխազներ եւ մեկը Աստծո կողմից ընդունված նոխազներ, որը պետքա իր կյանքը տար, որը պետքա զոհաբերվեր, որը Աստծո բաժինն էր։ Թանկագիններ, այդ նույն բանը կարծես կատարվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության այդ օրակարգի մեջ։ Բառաբան արձակվեց, որ հանցագործ էր եւ գնաց, նա անգամ չգիտեր ինչ կատարվեց, իր մտքով անգամ չէր անցնի դա, որ էսով եսով, որովհետեւ ինքը ամենահանցագործն էր, ինքը իրավունք չուներ ապրելու, իրավունք չուներ ուղղակի, ինքը արդեն հաշտվել էր այդ մտքի հետ, որ ինքը պետքա խաչվի եւ մահանա, բայց ինքը հանկարծ արձակվեց, որովհետեւ մի վիճակ գծվեց, մի երկնային վիճակ գծվեց եւ այդ հանցանքը իջավ Աստծո որդու վրա։ Եվ նա վերցրեց այդ մեղքը իր վրա եւ ճանապարհ բացեց դեպի առաջ գնալու։ Եվ այդ երկրորդ նոխազը վերցնում էր քահանայապետը, արյունը թափվում էր եւ ինքը դրանով մտնում էր մինչեւ խավարան, մինչեւ սրբության սրբոցը եւ այդ արյունից ինքը քսում էր այդ խավություն կոչված կափարիչի վրա եւ երբ որ նա հետ էր գալիս ժողովուրդը աղաղակում էին եւ ուրախանում, որովհետեւ հասկանում էին մեկ բան, որ Աստված այդ տարին էլ ընդունեց իր ժողովրդին։ Եվ հրյա լսարանի համար սա ֆենոմենալ, ֆանտաստիկ մի բան էր, շարունակությունը։ Իրանք գիտեին այս ամեն ինչը, շատ լավ գիտեին, բայց ահա այս անհայտ հեղինակը, Աստծո հոգուց ներշնչված, ասում է, որ Քրիստոսը իր մարմնով բացեց այդ վարագույրը։ Երևի ամենասպասված բարի լուրը սա էր հրյա լսարանի համար, որ այդ ճանապարհը բաց է ոչ միայն տարվա քահանայապետի համար, ոչ միայն կրոնական դասի ներկայացուցիչների համար, ոչ միայն 12 ցեղի համար, ոչ միայն հեթանոսությունից հուդայականություն եղողների համար, այլ բոլորի համար։ Այդ մուտքը բաց է, մուտքը ազատ է։ Մի բան, որ դարեր շարունակ 1400 տարի փակ ա եղել, արգելված ա եղել, ոչ ոք ունակ չի եղել,
ոչ ոք այդ գինը չէր կարող վճարի, որպեսզի ինքը կարողանա մտնել Աստծո բացարձակ ներկայության մեջ եւ նրանից շնորհք եւ ողորմություն գտնելու։ Եվ ահա այս հեղինակը հրյալը Սարոնին ասում է. գիտեք ժողովուրդ, այդ մուտքը բաց է։ Մենք բոլորս համարձակություն ունենք։ Սա մեզանից չի կախված, մեր լավ լինելուց, մեր դասից, որտեղ ենք ծնվել, ով ենք, ինչ կարգավիճակ ունենք, ինչ կյանքի ընթացք ունենք, բոլորի համար բաց է, այլևս բաց է այդ մուտքը, այլևս պետք չէ չարչարվել, այլևս պետք չէ վիճակ գծվի մեր վրա, որպեսզի տեսնենք որն է մեր կարգավիճակը, եւ նա ասում է, որ դա արդեն բաց է, եւ ասում է, որ երկու բան կա, որ դուք պետք է շտկեք ձեր կյանքի մեջ, մաքուր սիրտ ունենաք եւ ճշմարիտ հավատք, մաքուր սիրտ եւ ճշմարիտ հավատք։ Միթե դրա մասին չէր խոսում մեր Տերը, ասելով, որ երանի սրտով մաքուրներին, որովհետեւ նրանք Աստծուն կտեսնեն։ Թանկագիններ, մեր Տերը մաքսիմալ պարզեցրել է, հարթել է ճանապարհը, որպեսզի մենք չչարչարվենք, մենք երկար ու ձիգ տարիներ, տառապանքի ուղիներ չընտրենք, մենք ինքնախոշտանգումներով չզբաղվենք, մեզ ընդամենը պետք է տրվենք իրան, ասենք Տեր, դու ամեն ինչ արել ես, դու նաև կարող ես ապահովել այդ մաքուր սիրտը, միթե ինքը չի ստեղծում մեր կյանքի մեջ, ասում եմ ես ձեր քարեղեն սիրտը կվերցնեմ եւ մսեղեն սիրտ կդնեմ ձեր մեջ, մեզ պետք է ընդամենը անկեղծ լինենք Աստծո առաջ, մեզ պետք է ուղիղ լինենք, Սուրբ Գիրքը շատ խիստ է նկարագրում մեր սրտի, մեր ջանքի, մեր ունեցածի, մեր դրա մասին, բայց ինքը չափազանց հեշտացնում է եւ հրաշալի միջոց է տալիս, երբ որ մենք անկեղծանում ենք եւ սկսում ենք ուղիղ կերպով, ոնց որ կանք, այդպես կանք մեր օրհնյալ Տիրոջ առջև։ Երեմիան ասում է, դու նրանց տնկեցիր եւ նրանք արմատավորվեցին, աճում են եւ պտուղ բերում, դու մոտ ես նրանց բերանին, բայց հեռու նրանց սրտերից։ Թանկագիններ, սա չափազանց իրական եւ ծանր նկարագրումն է մեր տիպիկ էությանը։ Դու մոտ ես նրանց շուրթերին, բերանին, բայց հեռու նրանց սրտից։ Սա դառը իրականությունն է, թանկագիններ։ Մենք բոլորս սիրում ենք օգտվել նրանից, կանչել նրա անունը, երբ որ նեղության մեջ ենք։ Այս վերջերս մի հատ հետաքրքիր համացանցում բան կար, երբ որ հարցնում են մի հատ ընտանիքի հոր, ո՞նց են քո զավակները քեզ հետ վերաբերվում, նա ասեց, ինչպես Աստծո հետ։ Այդ հարց տվողը զարմացավ, «Էս ինչ ես ասում, ինչպես, ինչի նկատի ունես»։ Հա, ասեց, նրանք ինձանից հեռու են ապրում, ինձ հաճախ չեն լսում, բայց երբ որ իրանց տեղը նեղվում է, ուղիղ գալիս են իմ դուռը, իմ մոտ։ Եվ կես զավեշտական, բայց սա է դառը իրականությունը, թանկագիններ։ Դու մոտ ես նրանց սրտին, նրանց բեռնին, լեզվին, բայց հեռու նրանց սրտից։ Եվ Աստված ուզում է, որ մենք փոխենք այս կարգավիճակ։ Ասում է, ձեզանից շատ բան չեմ ակնկալում։ Ուղիղ սիրտ եւ ճշմարիտ հավատք։ Ուղիղ սիրտ ունենալու համար, թանկագիններ, բարդ չի դա։ Բավական է մեր անկեղծությունը։ Այն ինչ որ ինքը կասի մեզ, բավական է որ ասենք այո Տեր, դա այն է ինչ որ կա, դա է իրականությունը։ Ոչ թե փորձենք մենք նոր իրականության իմիտացիա բերել, որովհետև դա անիմաստ մի բան է։ Աստված շատ լավ գիտի ով ինչ է շնչում, ով ինչ է ուտում, ով ինչ է անում, ինչ է խորհում, եւ մեզ ուղիղ կետը, ամենալավ կետը հանձնվելն է, ասել որ Տեր, դու ամեն ինչ գիտես, օգնիր ինձ, ազատիր ինձ ինքս ինձանից, ազատիր իմ չար խորհուրդներից, օգնիր, որ ես կարողանամ այդ քո ակնկալիքին համահունչ ապրեմ, օգնիր, որ ես մաքուր սիրտ ունենամ։ Եզեկիելի մեջ ասում է 36:25 եւ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ,
ու պիտի մաքրվեք։ Ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ։ Ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Սա Աստծո մենաշնորհն է, թանկագիններ։ Մենք չենք կարող մեզ այդպիսին դարձնել, ինչպես որ մենք չենք կարող մտնել սրբության սրբոց, այնպես մենք չենք կարող այդ կարգավիճակը, այն ակնկալիքը, ինչ որ Աստված ունի, մենք վաստակենք եւ ունենանք։ Սա Աստծո ողորմությունն է, որ գալիս է նաեւ մեր անկեղծությունից։ Մի փոքր բան մեզանից է կախված, որ ուղիղ լինենք, անկեղծ լինենք։ Այն ինչ որ կանք ասենք, սա է, չարթարացնենք մեզ թանկագիններ։ Դա ամենամեծ պրոբլեմն է այսօր մարդկության։ Ինչքան կոնֆլիկտ ասես, որ կա, այդ կոնֆլիկտը 2-3 մեկնություն ունի։ Մեկը այս կողմի, մեկը այն կողմի եւ մյուսը Աստծո տեսանկյունն է։ Այդ երկու կողմը ցավոք սրտի չեն ասում, որ ես սխալվեցի։ Նրանք արդարացնում են իրենց։ Միայն Աստված գիտի ճշմարտությունը։ Եվ ամենաարագ Աստծո սիրտը բավարարելու ձևը, այդ մաքուր սիրտ ասելու, դա ընդունելն է, քո բաժինը ընդունելն է եւ Աստծուց ներողություն խնդրելով վերականգնման այդ կոչին արձագանքելն է։ Երբ որ սա կա, Աստված այդ գերբնական, այդ հրաշքը, որ մենք չենք կարող փոխել, ինքը կփոխի։ Ռաֆայել եղբայրը շատ ասում, որ ամենամեծ հրաշքը բոլոր ժամանակների դա մեկ մարդու փոփոխությունն է։ Այո, ես լիակատար համաձայն եմ դրան։ Մեկ մարդու փոփոխությունը դա մեծագույն հրաշքն է, որ երբևիցե կա։ Եվ ընդհանրապես եւ դա այնքան կարեւոր է, որ միայն այդ պատճառով է, որ երկնքի մեջ ուրախություն եւ ցնծություն է եղնում։ Մեկ մարդու դարձը դա ամենամեծագույն հրաշքն է եւ դա միակն է, որ երկնքին ուրախություն եւ բերկրանք է բերում։ Եվ Աստված ուզում է, որ ինչքան հնարավոր է շատ լինի այդ հրաշքները երկրի վրա։ Տիտոս 3:4-ում ասում է, բայց երբ մեր Փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, նա ոչ թե մեր կատարած արդար գործերի մեզ փրկեց, այլ իր ողորմությամբ, վերստին ծննդյան ավազանի միջոցով եւ Սուրբ Հոգու նորոգությամբ, որ առատությամբ մեզ վրա թափեց մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած ժառանգներ լինենք հավիտենական կյանքի հույսով։ Սա Աստծո գործն է մեր կյանքի մեջ, թանկագիններ։ Սա իր ողորմությունն է, իր շնորհն է։ Ինչքան լավ կլինի, որ մենք վազենք, աճապարենք դեպի իր գիրկը, իր ոտքերի մոտ, իր ներկայության մեջ եւ ասենք մեզ դարձրու այսպիսին Տեր, որովհետեւ միայն դու կարող ես մեզ այդպիսին դարձնել։ Միթե Հիսուսի տրտմությունը, երբ որ կանգնեց Երուսաղեմի վրա, սա չէր։ Մեղադրանքը մարդկության թանկագիններ կայանում է սրանում, ասում է ով Երուսաղեմ, Երուսաղեմ։ Քանի անգամ ես ուզեցի ձեզ հավաքել, ինչպես հավը իր ձագերին իր թևերի տակ, բայց դուք չուզեցիք։ Ընդհանրապես ուզենալն էր իրանցից կախված։ Եթե ասեին Տեր, ես ուզում եմ, որ դու քո ծածկոցի տակ ինձ տեղ տրամադրես, ամեն ինչ կփոխվեր, բայց ասում է դուք չուզեցիք, խստացրիք ձեր սիրտը։ Եվ նրանք ունեին հիմնավոր պատճառներ, իհարկե ճակերտների մեջ, ամեն մեկը ուներ իր պատճառը։ Եվ ավելի արագ գնալով ասեմ, որ մաքուր սիրտ եւ ճշմարիտ հավատ։ Մի քանի խոսքել այդ ճշմարիտ հավատի մասին ինչի նկատի ունի։ Տեսեք, Եբրայեցիների անմիջապես հաջորդ գլուխը 11-ը խոսում է այդ հավատքի հերոսների մասին եւ հեղինակը ցույց է տալիս ինչի նկատի ունի այդ ճշմարիտ հավատք, այդ դարձվածքը ասելուց։ Մենք կարող ենք շատ ուրիշ բաներ էլ բերել, բայց փորձենք Սուրբ Գիրքը մեկնել իր իսկ
մեկնությամբ, որովհետև հեղինակը զարգացնում է այս միտքը եւ տանում է հաջորդ քայլին, ինչի նկատի ունի այդ ճշմարիտ հավատքը եւ բերում է շատ օրհնյալ մարդկանց կյանքից մեջբերումներ, ասելով, որ հավատքով ով ինչի հասավ։ Եվ առաջինը ասում է հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Եվ եթե ասենք Աբել ջան, քո ճշմարիտ հավատքի դրսևորումը ո՞րն էր, նա հավանաբար կասեր, որ տալ Աստծուն ամենալավը, ամենաթանկը, ամենալավը։ Եվ նա այդ տալով մտավ պատմության մեջ, մարդկության պատմության մեջ, որպես օրինակելի Աստծուն հետևացող, որպես մի Աստծո զավակ, ով սիրում էր հաճեցնել իր տիրոջը։ Եթե ասենք Ենովք ջան, Ենովք եղբայր, ո՞րն էր քո հավատքի այդ ներդրումը, այդ կայացած լինելը, ինչու՞ն էր այդ գաղտնիքը, նա կասեր Տիրոջ հետ քայլելը բավարարում էր հոր սիրտը, եւ նա հավատարմորեն քայլեց Տիրոջ հետ, 300 տարի քայլեց Տիրոջ հետ եւ վերցվեց երկրի վրայից հրաշք կերպով, եւ հավատքի նրա դրսևորումը սա էր, հետևել Տիրոջը, որովհետեւ դա հաճելի էր Աստծուն։ Թանկագիններ, Տեր Հիսուսը այս ուղերձը ունի, այս ակնկալիքը ունի մեզանից, որ մաքուր սրտով եւ այս հավատքի դրսևորումներով դրանցով բաղկացած լինի մեր օրակարգը, մեր կյանքը, որ ամեն օր հետևենք իրեն, ամեն օր պատրաստ լինենք ամենաթանկը նվիրաբերելու նրան։ Իրականում նա մեզանից չի վերցնում, մեզ չի աղքատացնում, մեզ չի հարստացնում։ Երբ որ մենք պատրաստ ենք այդ ամենաթանկը տալու իրան, նա հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելացնում է մեր կյանքում են օրհնությունները, որ անգամ մեր մտքով էլ չի անցնի։ Ինքը ինքնաբավ է, ինքը ամեն ինչի տերն է, ինքը որևիցե բանի խնդիր չունի, բայց ցանկանում է, որ այն հոգեբանությունը եւ սիրտը, որ ինքը ունի, դրսևորվի նաեւ մեր կյանքի մեջ։ Ինքը տվող էր, ամենալավը, իդեպ ամենաթանկը իր կյանքից առավելը նա տվեց։ Ոչ մի հոր համար ավելի թանկ բան չկա, քան իր զավակին զոհաբերելը։ Ոչ մեկի։ Ավելի հեշտ հայրը կգար եւ այդ ամեն ինչով կանցներ, իր համար անհամեմատ ավելի դժվար էր իր որդուն ուղարկելը։ Մենք երբեմն ինչ-որ բաներով ենք անցնում, բայց ճար էլ չունենք, որ դրա դեմ առնենք, բայց հայրը ճար ուներ, մեկ հրաման, մեկ որոշում, անգամ մեկ հայացք, երբ որ նա ուղեր, ամեն ինչ կփոշիացվեր, մարդը ով էր, որ կարողանար այդ քայլին գնալ, բայց ինքը ամենամեծ զոհաբերությունը կատարեց, ամենաթանկը տվեց, բայց մեզանից այդ կարգի բաներ չի ուզում Տերը, բայց ուզում է, որ մենք էլ այդ սիրտը ունենանք, մեզ ամենաթանկ տվողին պատրաստ լինենք մենք էլ նվիրաբերել նրան, մեր թանկը, մեր ժամանակը, մեր միջոցներից, ինչու՞ չէ նաև ծառայել մարդկանց, օրհնություն լինել մարդկանց համար։ Եվ սա Աստված ակնկալում է մեզանից, սրանք ճանապարհ են, որ կհարթեն դեպի այդ բացարձակ ներկայության մեջ մեր մշտնջենական ընթացքը ունենալու համար։ Եվ շատ են, եթե Աբրահամին ասենք, Աբրահամ մեր նահապետ հայր, ո՞րն էր քո հավատքի դրսևորումը, թերևս նա մի քանի բան կասեր, անվերապահ, օրինակ վստահելը Տիրոջը։ Մենք երբեմն շատ արագ կարդում ենք այդ պատմությունը, այդ մարդկանց կյանքը, ինչ որ գալը չկանելու համար, որ օրը այսքան կարդացինք, բայց շատ քչերս ենք, որ խորանում ենք, արդյոք հեշտ էր Աբրահամի համար դուրս գալը Խառանից։ Նա քարեղեն տուն ուներ այնտեղ, ծառաներ ուներ, ունեցվածք ուներ, ծանոթություն ուներ, իր հայրական տունն էր, ինքը ընդունված էր, ինքը հարգված մեկն էր այդ քաղաքի մեջ, կայացած էր։ Եվ ահա Աստծո կանչը, բայց սիրում էր Տիրոջ, ասում էր, ես ուզում եմ քեզ ճանաչեմ,
Եվ այդ Աստվածը, որ Սուրբ Գիրք չկար այն ժամանակ թանկագիններ, Աստծո խոսքը հստակ, բացարձակ չկար, եւ իր սիրտը փնտրում էր եւ մի օր այդ փնտրտուքի Աստված ասեց, որ դուրս արի քո հարմարավետությունից եւ ես քեզ մեծ ազգ կստեղծեմ, դու կճանաչես ինձ։ Եվ Աբրահամը անվերապահ վստահեց, լսեց այդ կանչին եւ դուրս եկավ։ Կարծում եմ հեշտ չէր Սարային համոզելը։ Կարծում եմ հեշտ չէր, բայց ինքը դուրս եկավ։ Ինքը գնաց դեպի անորոշալ, այսօր կա չէ, լուսավոր ապագա, չգիտեմ չէր, բայց ինքը գնաց դեպի անորոշություն, բայց այդ անորոշության մեջ մի փարոս կար, այն ձայնի ուղղորդումը կար, որ իր սրտի մեջ այդ փափակը կար, ինքը ուզում էր այդ ձայնի իսկական տիրոջը հանդիպի եւ իր կյանքի մեջ ավելացնի այդ փորձառությունը, կյանք գտնի եւ ինքը գտավ այդ կյանքը, որովհետեւ անվերապահ կերպով վստահեց, դուրս եկավ, գնաց դեպի այդ անորոշությունը, որովհետեւ այդ անորոշության մեջ ինքը հստակություն գտավ։ Եվ ժամանակի սղության պատճառով չեն կարող սաղին անդրադառնալ։ Այո, Մովսեսով թերևս ավարտենք։ Մովսեսով մի մարդ, որ լրիվ շանս ուներ ինքը հաջորդ փարավոն լինելու։ Ինքը ուներ այդ իրավունքը, որովհետև այդ դինաստիայի փարավոնի քրոջ դաստիարակությունը եւ որդեգրումը ուներ։ Ինքը շատ խելացի էր, քաղաքներ էր կառուցում, Աստված էլ շնորհ գտնել էր տվել, շատ գրավիչ էր, բայց այդ ծպտյալ արձագանքը, այդ պատգամը կար իր սրտի մեջ եւ հեղինակը գրում է բաներ, որ Մովսեսը այդպիսի արձանագրություն չի արել։ Ասում է հավատքով Մովսեսը նախընտրեց Քրիստոսի չարչարանք, Աստծո ժողովրդի հետ չարչարելը, տառապելը, որովհետև նա տեսնում էր այն անեղծանելին, տեսնում էր այդ Աստծո քաղաքը, տեսնում էր Աստծո ներկայությունը, այն փառքը, որ եւ նախընտրեց դա ժամանակավոր փառքի դիմաց։ Եթե նա ժամանակավոր փառքը ընտրեր, ով կիմանար Մովսեսի մասին։ Ոչ ոք։ Մենք պատմության գրքից, հին աշխարհի պատմությունից 2-3 փարավոնի մասին գիտենք։ Մովսեսը կարող էր 4-րդը կամ 5-րդը լինել, մենք տեղյակ չէինք լինի։ Ռամզեսին գիտենք, Թութանհամոնին գիտենք, այդ դամբարանների շնորհիվ, այդ գերեզմանատների, բայց շատ փարավոնների անուն չգիտենք։ Բայց Մովսեսը ճիշտ ընտրություն կատարեց։ Նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, նա ընտրեց Աստծուն, ընտրեց այդ թիմը, մերժելով ժամանակավոր զվարճանքներն ու փառքը, եւ Աստված խիստ օրհնեց նրան։ Ով չգիտի այսօր Մովսեսին, ով չգիտի այն հանդիպումները, այն ճանաչողությունը, որ նա ունեցավ Աստծո հետ, տետատետ հանդիպելով, նրա ձայնը լսելով, գրելով, արձանագրելով եւ վերջում որպես կուլմինացիա ասում թեկուզ թիկունքից, թեկուզ քիչ դոզայով, բայց տեսնելով եւ ողջ մնալով։ Սա ցնցող մի բան էր եւ այդ հանդիպումը անջնջելի հետք թողեց Մովսեսի կյանքի մեջ։ Այդ հանդիպումը աստվածային այդ լույսը ճառագում էր նրա միջոցով եւ մարդիկ զարհուրում էին եւ ասում էին մի հատ ծածկոց գցի։ Թանկագիններ, Աստված այսօր էլ քայլում է, այսօր էլ ակնկալում է, այսօր էլ ուզում է, որ մենք ամեն մեկս մտնենք այդ ներկայության մեջ, հանդիպենք նրան։ Մեր հանգիստը նրա ներկայության մեջ ապահովենք։ Աստված ցանկանում է, նա բացել է այդ վարագույրը, ասել է, որ դու հնարավորություն ունես։ Ամեն օր կարող ես գալ իմ մոտ, ամեն օր հաց ունի Աստված պատրաստած մեզ համար, ամեն օր Տեր Հիսուսը ասեց այդ մասին, որ ամեն օր հաց ունեք դուք։ 40 տարվա այդ պատմությունը պատահական չէր, ուզում էր հրյա մարդու մեջ գենետիկ մակարդակով մտցնել սա, որ դու ամեն օր հաց ունես երկնքից ուղղորդված քեզ, եւ պետք չի շատ վերցնես եւ
հարմարվես, ասես ոչինչ, ես այնքան ու պաշար ունեմ, որ ինձ մի ամբողջ ամիս կամ տարի հերիք է, չէ, Աստված ուզում է, որ մենք սովորենք, որ ամեն օր մենք նրա կարիք ունենք, ամեն օր մենք նրանից ձայն լսելու կարիք ունենք, նրա ներկայության մեջ մնալու կարիք ունենք։ Եվ Տեր Հիսուսը այս կերպով այս ուղերձը ուղղորդում է մեզ թանկագիններ։ Իմ խնդրանքն է, հորդորն է ձեզ, որ օգտվենք այս գանձերից, փորձենք չշրջանցել, փորձենք ուղիղ լինել Աստծո հետ։ Թեկուզ մենք տկարանում ենք Աստված ժամանակ առ ժամանակ այցելում է մեզ։ Մենք լավ ենք զգում, հենց գիտենք, որ մի քիչ լավ բաներ են արել, չէ, այդ Աստվածը լավը։ Ինքը ուզում է, որ այդ համը գցի, որ մենք ուրիշ մանր-մունր բաներով չսնվենք, որ այդ օրիգինալի համը վայելելով վազենք դեպի այդ օրիգինալը։ Այդ է պատճառը, որ Աստված այցելում է։ Երբ որ այցելում է, սկսեք բացել ձեր սիրտը, սկսեք ավելի պարզ մաքուր լինել։ Այն ինչ որ ինքը այդ խավարի մեջ ցույց կտա, այդ լույսը կգցի, միանգամից արձագանքեք, առանց արդարանալու, անիմաստ է, բացարձակ չարդարանաք, ասեք Տեր, ոնց որ ասեցիր, սա է ճիշտը, օգնիր ինձ, մաքրիր ինձ եւ սրբիր ինձ։ Եվ սա ուղիղ ճանապարհը, որ մենք կարող ենք մտնել այդ ներկայության մեջ։ Խնդրում եմ բարձրանանք ոտքի եւ մեր աղոթքով, խնդրվածքով գանք Աստծո առաջ։ Մեր բարեգութ եւ ողորմած Հայր, փառքես այն մեծ ծրագրերի համար, որ դու իրագործեցիր քո որդուդ միջոցով։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս քո կյանքի համար, քո չարչարանքների համար, որ դու քո մարմնով հարթեցիր այդ ճանապարհը, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու բացեցիր ճանապարհը դեպի Հայրը, Տեր, դեպի քո ներկայությունը, դեպի քո ծածկոցի տակ գտնվելը, Տեր ամենակարող Հայր, եւ մեր խնդրանքն է, Տեր, որ դու օգնես մեզ, որ դու այցելես մեզ, կամենալ դնես մեր սրտերի մեջ, փափագ ու ցանկանալ դնես, Տեր, անհագ փափագ դնես քո նկատմամբ, քո ներկայության մեջ լինելու մեր համար, Տեր։ Խնդրում ենք, որ դու շտկես մեր ճանապարհները, մեր խորհուրդները, մեր սրտերը, Տեր, եւ մեզ դարձնես քո նման, Տեր։ Մենք ուզում ենք, որ քո նման լինենք, Տեր, քո նման խորհենք, քո նման վերաբերվենք, Տեր ամենակարող Հայր։ Խնդրում եմ, որ դու օրհնես այս թանկ մարդկանց, Տեր, որ դու զորացնես իրանց, Տեր, եւ առաջնորդես իրանց դեպի քո օրհնյալ եւ փառավոր ներկայությունը, Տեր։ Թող հավիտյան մեծարվի ու փառավորվի քո մեծ սուրբ անունդ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։